կատարել սրան Վայն Հովանեսյան։ Ինչ ասում, հա, Վայն Հովանեսյան քաղաքագետ, որին դեպ մի քանի անգամ հրավիրել եմ, ասում է խոսքի առումով մտածում եմ, որ կարող է լավ չարտահայտի իր տեսակետները այս ձևաչափում, Վայ ջան, օգտվելով արդից, քանի որ գիտեմ նաև նայում ես մեզ, մի անգամ եմ հրավիրում, էքսպերտ թող գա, ինչ արի էքսպերտ, արի ուզում ենք քո հետ շփվենք, որտեվ նայ դաժա քեզ ցիտում եմ, որտեվ իրոք շատ լավ նկատառում է իրար։ Առաջ, ասում է Վայ Հովանեսյանը, Հայաստանի նախագահները գնում էին ԵԽԽՎ, որ հիմնավորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ անխուսափելիությունը։ Հիմա Նիկոլը գնում հասնում է ԵԽԽՎ, որ հիմնավորի արցախցիների իրենց հայրենիք վերադարձի անհնարինությունն ու վտանգավորությունը։ Միայն այս մետամորֆոզը հերիք է պատկերացնելու համար մեր ազգային կազմակերպման աստիճանը ու հետեւաբար վերականգնման համար մեր անելիքի հսկայական ծավալը։ Շատ ճիշտ նկատառում է, որտեվ զավեշտ է, ու այս զավեշտը սրանք ներկայացնում են որպես փայլուն արտաքին հարաբերությունների հարց։ Դու ինձ ստիպում ես, նայ։ Ուզում եմ նաև այդ փայլուն ներկայացնողի կենսագրությունից մի հատված կարդալ։ Ով է Շիրակ Թորոսյանը, նաև քո համար է, սա լուսավորչական աշխատանք է, էլի։ 2007-ից 2012 թվականներին ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգ, այսինքն ցուցակով ՀՀԿ-ի անունից։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ Դու ջոգի իրան մտնելու հմտությունը ինչ խորքից է գալի, մյուսին էլ է փորձելու մտնի, մյուս իշխանությանը։ 2012-ից 17 թվերին Շիրակ Թորոսյանն եղել է ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգով էլի ՀՀԿ։ 2017-ից 19 թվերին ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ից, բայց էլի 17-ից 19 գնաց այդ բանից էր, 17-ին էլ է ընտրվել, իսկ երրորդ անգամ ՀՀԿ-ից ընտրվել է։ Ջոգիր են ցուցակով։ Իսկ արդեն 19 թվին աղբերս ԱԺ պատգամավոր Իմ քայլը կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակով։ Ո՞նց են տես տրանսֆորմացիան։ 21-ին էլ էլի արա զզվելի, արա ես ես Շիրակ Թորոսյան, արա էսի։ Բայց լավ կներես, էլ ուզում եմ հասկանամ իր արժեքը ըստ քեզ, եթե դու իրան հետևել ես, ես որտեղ չեմ հետևել եմ։ Ինչու՞մն է եղել, որ ՀՀԿ-ն այդքան տարի իրան ներգրավել է։ Ասեմ, ՀՀԿ-ի տեսանկյունից ասեմ, Ջավախահերի ներկայացուցիչ է եղել։ Մինչև 17 թիվը ոչ մի ուրիշ իշխանության որ հարգանք ու պատիվ է ունեցել այդ community-ում 2000 ախպերս դե բանի Ջավախահերի կողմից падգամավոր են որպես վերցել համամասնական ցուցակ որպես Ջավախահերի ներկայացուցիչ մինչև այդ ոչ մեկի ուրիշ որ չի մտել 2007 թիվը մինչև Չէ իշխանություն չի եղել որերը մտել չենք իմացել կամ անես տեղեր է մտել որ չենք իմացել ինքն էլ չի իմացել մտել արդեն էսում որնա ծանոթ պատերը ու քեզ ասեմ հնքն կյանքում Շիրակ Թորոսյանը նմաններին չի օգտագործել քաղաքական բաների համար ես երբեք չեմ տեսել այսինքն կյանքում Շիրակ Թորոսյանը չի հելել քննադատել ընդդիմությանը Ջի չեն արել ստե պրոստը մելքի սոշկա է էլի դարել ջոգիր թեմայի մեջ պատրաստա լյուբոյտեղ մտնի ու սրա նորից եմ ասում դեռ կան մարդիկ որոնք արա ռուկապաժատնի են համարում արա այ էսա խնդրեմը մեր դաշտի քանի դեռ Շիրակ Թորոսյանը բարևի ենթակա է ձեր համար ել չեմ ասում ձեր առիթներին ու հարսանիքներին հրավիրելու ենթակա այսպես մարդիկ են դուք sense մարդկանց հետ եք տալի առնում ու սա ամոթ է ինքն ունի իր շրջապատը նես չի որ ինքը տենց շոր տենց իզգոյա չէ ախպեր ինքն ունի իր շրջապատը իր շրջապատում իր նման մարդիկ են ու այս պատխալիմությունը այս քծնանքը այս զզվելի բնակալեզությունը այս կռացած մարդու հա 2 մետրանոց բայց իրականում կռացած քաղաքական առումով Այս երկրի աղետներից մեկն է։ Ես իդեպ ես վերջերս մի շատ հարգելի մարդու հետ անունը չտամ, բանավիճում էինք։ Ասիրեդու ջան։ Լրագրության մասին։ Ու գիտես ինչ ասեցի, ինչի մասին ես մի օր խոսալու եմ ավելի բան համակարգային ձևով։ Ասեցի այ հարգելի ես ինչ ջան։ Ես այսքան ժամանակ սա մտածել եմ, չեմ ասել, բայց մի օր ասելու եմ, այսօր դրա ռեկլամի օրն է Վազգեն։ Ապա 30 տարի, մինչև 18 թվականը Հայաստանի մեդիա դաշտը երբեք չի հանդգնե գնահատականներ տա հստակ այն գործիչներին, որոնք արել են հանրային բարոյականությանը հակասող գործողություններ։ Մեկը այդ մարդկանցից Շիրակ Թորոսյանն է։ Ու այսօր Շիրակ Թորոսյանի համար շատ մեդիաներում, այսպես ասած, հա, կամ ԶԼՄ-ներում առանց ճակերտների դռները միշտ բաց են։ Եվ ես կարծում եմ, որ այս երեսպաշտ կենթանիների արկայությունը մեր քաղաքական դաշտում որոնք են մորեղ բաների նման են, մողեսների նման որ պոչը թողում են, հետո պոչը աճում է, էլի նորից։ Հետո նորից մեկը բռնի պոչը կթողի, կթռնի նորը կաճի։ Այս սրանց արկայությունը, սրանց արկայության բանը ինձ շատ նաև մեղադրում էին այդ հարգելի մարդը մեղադրում էր, ասում էր
դու մի անգամ ասել ես, որ դու սանիտար ես, բան իհարկե հասկանում եմ, որտեղից է գալի այդ նարատիվը քարոզ չկար։ Հետո ես հիշեցի էլի, ով է դրա հեղինակը, որ ես իբր տես բան եմ ասել, բայց այո, ես ուզում եմ սանիտար հանդիսանամ։ Մեդիան պետք է սանիտարի դեր տանի։ Ուզում եմ նաև այդ փայլուն ներկայացնողի կենսագրությունից մի հատված կարդալ։ Ով է Շիրակ Թորոսյանը, նաև քո համար է, սա լուսավորչական աշխատանք է, էլի։ 2007-ից 2012 թվականներին ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգ, այսինքն ցուցակով ՀՀԿ-ի անունից։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ Դու ջոգի իր մտնելու հմտությունը ինչ խորքից է գալի, մյուսին էլ է փորձելու մտնի, մյուս իշխանությանը։ 2012-ից 17 թվերին Շիրակ Թորոսյանն եղել է ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգով էլի ՀՀԿ։ 2017-ից 19 թվերին ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ից, բայց էլի 17-ից 19-ը գնաց այդ բանից էր։ 17-ին էլ է ընտրվել, իսկ երրորդ անգամ ՀՀԿ-ից ընտրվել է։ Ջոգիր են ցուցակով։ Իսկ արդեն 19 թվին աղբերս ԱԺ պատգամավոր Իմ քայլը կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակով։ Ո՞նց են տես տրանսֆորմացիա։ 21-ին էլ էլի արա զզվելի, արա ես ես Շիրակ Թորոսյան, արա էսի։ Բայց լավ, կներես, էլ ուզում եմ հասկանամ, իր արժեքը ըստ քեզ, եթե դու իրան հետևել ես, ես որտեղ չեմ հետևել եմ։ Ինչու՞մն է եղել, որ ՀՀԿ-ն այդքան տարի իրան ներգրավել է։ Ասեմ, ՀՀԿ-ի տեսանկյունից ասեմ, Ջավախահերի ներկայացուցիչ է եղել։ Մինչև 17 թիվը ոչ մի ուրիշ իշխանության որ հարգանք ու պատիվ ունեցել այդ community-ում 2000 ախպերս դե բանի Ջավախահերի կողմից падգամավոր են որպես վերցել համամասնական ցուցակ որպես Ջավախահերի ներկայացուցիչ։ Մինչև այդ ոչ մեկի ուրիշ որ չի մտել 2007 թիվը մինչև։ Չէ՞ իշխանություն չի եղել։ Որերա մտել չենք իմացել։ Կամ այնպես տեղեր է մտել որ չենք իմացել։ Ինքն էլ չի իմացել։ Մտել էսում որնա։ Ծանոթ պատերը։ Ու քեզ ասեմ, ՀՀԿ-ն կյանքում Շիրակ Թորոսյանը նմաններին չի օգտագործել քաղաքական բաների համար։ Ես երբեք չեմ տեսել։ Այսինքն կյանքում Շիրակ Թորոսյանը չի հելել քննադատել ընդդիմությանը։ Չի չեն արել։ Ստե պրոստը մելքի սոշկա է էլի դարել, ջոգիր թեմայի մեջ, պատրաստա լյուբոյտեղ մտնի։ Ու սրա նորից եմ ասում, դեռ կան մարդիկ, որոնք արա ռուկապաժատնի են համարում, արա։ Այ էսա խնդրեմը մեր դաշտի։ Քանի դեռ Շիրակ Թորոսյանը բարևի ենթակա է ձեր համար։ Էլ չեմ ասում ձեր առիթներին ու հարսանիքներին հրավիրելու ենթակա։ Այսպես մարդիկ են։ Դուք sense մարդկանց հետ եք տալի առնում։ Ու սա ամոթ է։ Ինքն ունի իր շրջապատը, նես չի որ ինքը տենց շոր տենց իզգոյա, չէ, ախպեր ինքն ունի իր շրջապատը, իր շրջապատում իր նման մարդիկ են։ Ու այս պատխալիմությունը, այս քծնանքը, այս զզվելի բնակալեզությունը, այս կռացած մարդու, հա, 2 մետրանոց, բայց իրականում կռացած քաղաքական առումով։ Այս երկրի աղետներից մեկն է։ Ես իդեպ ես վերջերս մի շատ հարգելի մարդու հետ անունը չտամ, բանավիճում էինք Ասիրեդու ջան։ Լրագրության մասին։ Ու գիտես ինչ ասեցի, ինչի մասին ես մի օր խոսալու եմ ավելի բան համակարգային ձևով։ Ասեցի այ հարգելի ես ինչ ջան։ Ես այսքան ժամանակ սա մտածել եմ, չեմ ասել, բայց մի օր ասելու եմ, այսօր դրա ռեկլամի օրն է Վազգեն։ Ապա 30 տարի, մինչև 18 թվականը Հայաստանի մեդիա դաշտը երբեք չի հանդգնել գնահատականներ տա հստակ այն գործիչներին, որոնք արել են հանրային բարոյականությանը հակասող գործողություններ։ Մեկը այդ մարդկանցից Շիրակ Թորոսյանն է։ Ու այսօր Շիրակ Թորոսյանի համար շատ մեդիաներում, այսպես ասած, հա, կամ ԶԼՄ-ներում առանց ճակերտների դռները միշտ բաց են։ Եվ ես կարծում եմ, որ այս երեսպաշտ կենթանիների արկայությունը մեր քաղաքական դաշտում, որոնք են մորեղ բաների նման են, մողեսների նման, որ պոչը թողում են, հետո պոչը աճում է, էլի նորից։ Հետո նորից մեկը կբռնի պոչը կթողի, կթռնի, նորը կաճի։ Այս սրանց արկայության բանը ինձ շատ նաև մեղադրում էին, այդ հարգելի մարդը մեղադրում էր, ասում էր դու մի անգամ ասել ես, որ դու սանիտար ես, բան իհարկե հասկանում եմ, որտեղից է գալի այդ նարատիվը քարոզ չկար։ Հետո ես հիշեցի էլի, ով է դրա հեղինակը, որ ես իբր տես բան եմ ասել, բայց այո, ես ուզում եմ սանիտար հանդիսանամ։ Մեդիան պետք է սանիտարի դեր տանի։ Մեդիան լրագրողը, մեդիան չեմ, լրագրողը պետք է սանիտար լինի։ Լրագրողը չպետք է գնա քաղաքական առումով դավաճանություն կատարած անձի առաջ ժպտալով հարցազրույց վերցնի։ Cancellation բան կա աշխարհում։ Այս սրանք պետք է cancel արվեն վաղվա Հայաստանում։ Ու դա չեն անելու այն մարդիկ, ովքեր որ համարում են, որ ժպտալն է մեդիայի գործը, այլ անելու են այն մարդիկ, ովքեր համարում են, որ պետք է լինի մի օր բարոյականությունը հանրային ավելի դոմինանտ, քան տարատեսակ քառակուսիներ, որի մեջ գտնվում են մարդիկ։ Այնպես որ օրը գա բարին հետը Շիրակ Թորոսյանը այլևս չի կանալու ոչ մի իշխանական բանի համամասնական ցուցակով գնա տեղ։ Չնայած չես կարող ասես էլի ով կլինի իշխանության ինչ կանի։ Հա